Մոտ 60 տարեկան մի անտուն մարդ զգուշորեն հավաքում էր իր ձկնորսական պարագաները, մաշված, բայց ամուր ուսապարկի մեջ։ Այդ ուսապարկը շատ բան էր տեսել՝ անձրև, ձյուն, շոգ, ներսում կային խայծերի տուփեր, կարթեր, լողակներ ու հին լուցկու տուփի մեջ պահված որդեր։ Նրա համար ձկնորսությունը հոբբի չէր, այլ ապրելու միջոց։ Նրա հագին կար հին մաշված վերարկու և ռետինե անձրևային կոշիկներ, որոնք տարիներ առաջ աղբարկղում էր գտել։ Դրանցից մեկը մի քիչ փոքր էր, բայց նա արդեն սովորել էր։ Ուսապարկը ծանր էր, բայց նա ուղղեց ու գնաց դեպի գետը, ինչպես ամեն օր։ Նա չուներ տուն, ընտանիք կամ աշխատանք։ Երբեմն ինչ-որ մեկը նրան տաք թեյ կամ հացի մի կտոր էր տալիս։ Մոտ 1 ժամ ձկնորսությունից հետո ձկան փոխարեն կարթին կպավ մի ստվերաթղթե տուփ։ Էլի աղբ, հառաչեց նա, տուփը ծանր էր։ Նա նկատեց, որ ներսում ինչ-որ բան կա, և երբ պատրաստվում էր այն դեն նետել, հանկարծ ներսից լսվեց մի տարօրինակ ձայն։ Նա քաշեց տուփը դեպի իրեն, զգուշորեն բացեց թրջված ստվարաթուղթը, ու սիրտը մի պահ կանգ առավ։ Ներսում, դողդողալով ու թաթերով ականջները փակած, պառկած էր մի շատ փոքրիկ փիսիկ, նիհար, թաց ու վախեցած։ Նա նայեց մարդուն, վախեցած աչքերով ու մեղմ մլավեց։ Ծերուկը ոչինչ չասեց։ Նա հանեց իր վերարկուն, փաթաթեց կատվիկին ու նստեց գետի ափին։ Նա սենտիմենտալ մարդ չէր, բայց այդ փոքրիկ արարածը ինչ-որ կերպ դիպավ նրա հոգու փոշոտ անկյուններին։ Տղամարդը փիսիկի անունը դրեց Կայծիկ։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց։ Նա իր որսացած ձուկը կիսում էր նրա հետ, գիշերները ծածկում էր իր բաճկոնով։ Չնայած փողոցային կյանքին, կատուն արագ ուժ հավաքեց ու ամեն օր նրան հետևում էր, որպես փոքրիկ ընկեր, և մի օր բառացիորեն նա փրկեց նրա կյանքը։ Ձմռան մի սառը օր ծերուկը կորցրեց գիտակցությունը մի հանրային նստարանի վրա։ Նա թույլ էր, սառած ու քաղծած։ Կայծիկը չհեռացավ։ Նա թռավ նրա կրծքին, քսվեց ու մեղմ մլավեց։ Մի անցորդ նկատեց դա ու օգնություն կանչեց։ Մարդուն օգնություն ցուցաբերեցին ու նրան տարան ապաստան, որտեղ նրան տվեցին ուտելիք ու անկողին։ Նրան թույլ տվեցին պահել նաև իր կատվին։ Մի քանի շաբաթ անց կամավորներից մեկի օգնությամբ նա աշխատանք գտավ, որպես կատուների խնամող։ Վարձատրությունը մեծ չէր, բայց բավարար էր։ Կայծիկը ապրում էր նրա հետ մի փոքրիկ սենյակում, վարչական գրասենյակի կողքին։ Նա չէր կարող հավատալ, թե որքան էր փոխվել իր կյանքը։ Նա այլևս ձկնորսությամբ չէր զբաղվում։ Նա ուներ աշխատանք, տանիք գլխին և ամենակարևորը՝ մեկը, ում մասին կարող էր հոգ տանել։